Պարոն Սեֆելյան, դուք ձեր ընտրությունը արդեն կատարել եք, ինչ կասեք մեր ժողովրդին։ Այո, ընտրությունս կատարել եմ հանուն աբակա հայկական հանրապետությանը, հանուն աբակա ազգային իշխանությունների, հանուն աբակա հզոր Հայաստանի։ Միաժամանակ շատ եմ կարևորում այս առաջիկա ժամերը իմ խոսքը ուղղելով մեր ժողովրդին հերթական անգամ հիշեցնում ենք, այնքան կարևոր է մասնակցությունը, գործող իշխանությունները ամեն ինչ արել են եւ անում են, որ մասնակցությունը հնարավորինս քիչ լինի, որովհետեւ իրենց կեղծարարություններով նորից վերարտադրվեն, իսկ մեր ժողովուրդը պիտի հագազդի առավելագույն մասնակցությունով, բոլորը պիտի իմանան, ինչքան շատ լինի մասնակցությունը, այնքան դժվար է լինելու գործող իշխանությունների նախորոք պատրաստված, մտածված կեղծարարությունները։ Եվ ես համոզված եմ, որ 35 տարի հետո, առաջին անգամ լինելով Հայաստանում արդեն ընտրությունների միջոցով դեղի ունենալու իշխանափոխություն։ Ուստի այնքան կարևոր է մասնակցությունը գոչվում անում հերթական անգամ անպայման մասնակցել, ովքեր այսօր գտնվում են ֆիզիկապես Հայաստանում եւ ունեն իրավունք քվեարկելու, անպայման քվեարկեն։ Քվեարկեն առաջնահերթորեն գասեցնելու այժմյա թուրքացման ընթացքը։ Իդե այս ընթացքը միասնապար գասեցնենք սիրելի ժողովուրդ։ Պարոն Սեֆելյան, մեծ աղմուկ է բարձրացել սոցցանցերում, իշխանական քարոզչությունը աղմկում են հարցով, որ այլ երկրներից Հայաստանի քաղաքացիները գալիս են եւ այդպես իրենց ներդրումն են անում այս process-ին եւ քննադատում են այդ գործընթացը, բայց չէ որ նույն 18 թվականին Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը դիմում են Սփյուռքում ապրող հայերին, որ գան մասնակից լինեն, ինչու 18 թվականին պետք է գային մասնակից լինեն, իսկ այսօր ոչ։ Չարաջ ստեյշան այս հարցին պատասխանեցինք, որովհետև այժմ նրանք հասկանում են, որ եթե մասնակցության չափը շատ լինի, դա ի վնաս իրենց է լինելու։ Այդ պատճառով աղմուկ են բարձրացել։ Այստեղ նաև մյուս հարցն է ծագում այս անցած 8 տարիների ընթացքում ինչու դեղի չի ունեցել օրենքի փոփոխություն, որ նաև Սփյուռքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնակցեն ընտրությունների, ինչու։ Այսինքն մեծ գուզեմ ասել այնինչ համագարկ եղել է մինչ 18 թվականը, 2018-ը մինչ այժմ շարունակվում է։ Եվ այս ամենը միաժամանակ մտածված է եղել, ինչքան Սփյուռքը կդրեն Հայաստանից, այնքան ի վնաս Հայաստանի է լինելու։ Իսկ որ Սփյուռքից այժմ գալիս են քվեարկելու, մենք ողջունում ենք, մենք նույնպես կոչ ենք արել մեր հայրենակիցներին, հնարավորինս ովքեր հնարավորություն ունեն գալու ֆիզիկապես մասնակցելու, ինչքան շատ, այդքան լավ։ Բայց չէ որ դա նաև ժողովրդավարության նշան է, օրինակ մենք ունենք մեծ ժողովրդավարական պատմություն ունեցող երկրներ, որոնք թույլ են տալիս իրենց քաղաքացիներին արտերկրում քվեարկեն։ Եվ բացի այդ նաև իշխանությունները շեշտում են հենց Ռուսաստանից եկա, բայց կամ նաև այլ երկրներում ապրող նույնիսկ մեր աջակիցները, որ նույն Ամերիկայից, Եվրոպայից գալիս են։ Անշուշտ բոլոր երկրներից էլ գալիս են, իսկ իշխանությունների արածը ընդամենը հերթական մանիպուլացիան է, հերթական գեղձիկն է, ինչպես նկատել եք նաև շատ են տարածում այն տեղեկությունները, թե ովքեր որ գալիս են տղամարդկանցից շատերին փորձում են նաև վախեցնել նախորոք հայտարարելով, որ կարող է նրանց դանեն միամսյա ծառայության։ Այդ ամբողջը կեղծ է, մեծ հաշվով չկա այդպիսի ծրագիր, բայց այդ տեղեկությունը իրենք դրել են շրջանաճան մեջ, նաև այդ ձևականությունը իրականացնում են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները,
օթանավակայանում կանգնած նկարահանվում դարաձում են, այդ ամբողջը գեղձ է, նպատակը մեկն է, որ մի եկեք, որովհետև չենք ուզում մասնակցության չափը մեծ լինի։ Դա չի հանդիսանում կեղծիք, օրինակ նույն դիտորդները արտերկրում նկատում են այդ ամենը, որ իշխանությունները փորձում են ճնշեն հասարակ Հայաստանի քաղաքացիներին։ Այս օրերի ընդրությունների այս քարոզարշավի այս փուլում ինչ տեղի է ունեցել, ես վերջի 20 տարվա մեջ չեմ հիշում այնքան գեղձիկներ, այնինչ այսօր իշխանությունները այսօր իրականացնում են։ Եվ հա, ես չեմ հիշում վերջի 15-20 տարիների ընթացքում, որ ընդրությունների նախօրյակին լրատվական միջոց է փակվում կամ խոչընդոտում, հա, մենք բոլորս ականատես եղանք երեք չառաջի օր Արմատ մեդիան ինչպես ներխուժեցին եւ ամբողջ օրը դիդավորյալ խանգարեցին այդ մամլոյցարայության գործունեությունը։ Այսպիսի բաներ չեմ հիշում վերջի 20 տարիների ընթացքում կամ աննախադեպ կանագից սերբակալությունները, որ դեղի են ունենում, իբրև թե հա, կոռուպցիայի հետ կապված դեպքեր են դեղի ունենում եւ երևի 1000-ից ավելի մարդ սերբակալված է այս ընթացքում։ Ավելին, այսօր առավոտ շարունակվում, այսինքն քվեարկությունների սկսելու զուգահեռ դակավին շարունակվում է սերբակալությունները, նոր քիչ զանոթացա մի դեղեցության, որ Գյումրիում հա սերբակալություններ են նաեւ տեխնազուների, նաեւ հանձնաժողովի անդամների, այսպիսի բան ես վերջի 15-20 տարիներին չեմ հիշում։ Սա նաև ցույց է տալիս, որ կորզող իշխանությունները ապրում են իրենց վերջին օրերը, ուստի իրենք այլևս չեն նայում, որևէ կարմիր քիչ գոյություն չունի, ամեն ինչ անելու են վերադատրվելու համար, բայց ինչպես ասեցի, երբ մասնակցությունը շատ է լինելու, մեծ է լինելու, կորզող իշխանությունը չախչախվելու են։